Նազարյանի հետ, ով լիովին լսեց մեր բողոքը, իսկ մեր պահանջներ երեքը, երեք ավելի ճիշտ կասել ոնց ենք պահանջում ենք, որ մեր հիմնարկությունները բոլորը բացեն, մեր բանկային հաշիվները կալանքներից դուրս գան եւ աշխատավարձ։ Լավ, երեխեք սենց ասեմ իմ կողմից, իմ հասկացածով մենք զրուցեցինք մի հայի հետ, որի ազգանունը Նազարյան էր, քանի որ ոչ մեկի աշկերը չի խաբում, նա չկարողացավ ոչ ժամկետ ասի, ոչ լիարժեք պատասխան, նա ուղղակի լսեց, ես հասկացա իմ կարծիքը ասեմ, որ ընդամենը ուզում էր ազգի այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել, բայց հասկացավ, որ իրականում իրոք հասկացավ Նազարյանը, որ իրականում մեր պահանջը աշխատանքի տեղերը բացել, բոլոր ովքեր, օրինակ Օլիմպիավանի վրա եմ ասում, Օլիմպիավանի կոլեկտիվը ունի վարկեր, աշխատավարձեր, աշխատավարձերը շուտ բաժանել եւ բանկերին հրահանգեն մեր պահանջը դա է, որ այս մարդկանց, ովքեր դիմում են, օրինակ Օլիմպիավանի մասին եմ խոսում, Օլիմպիավանից աշխատողը դիմում է բանկին, ասում է խնդրում եմ իմ վարկը դադարեցնեք կամ արձակուրդ բանկային կանոններ մշակել, որ ես չվճարեմ, քանի որ Օլիմպիավանը դեռ չի աշխատում։ Նազարյանը չկարողացավ ժամկետ ասի, որովհետև ոնց հասկացանք վերադաս ունի, որը վերադասն է պատասխանելու։ Արագ տեմպերով ասեցինք պատասխան տակ, նա ասեց ես չեմ կարա։ Ես հասկացա մի բան ու այդ խոսքը ասեցի։ Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի մեր բոլորի աշխատանքատեղերը կբացվի։ Նորից եմ ասում, ազգ, ասել եմ դա բոլորի ներկայությամբ, ասել եմ, եթե Նազարյան ջան դուք պետք է ասեք, մեկը մյուսին ասի, մեկը մյուսին, գա հասնի խոսքը մի հոգի որոշի, շտապ արեք այդ ամեն ինչը, մեր աշխատանքատեղերը բացեք, մեր աշխատավարձերը շտապ տվեք, մենք անցնենք մեր աշխատանքի եւ հաջորդ հարցը բանկային հարցերն է, որը ոչ մեկը սև ցուցակ չընկնենք։ Նա նորից եմ ասում ժամկետի չկարողացավ ասի, բայց հարցը լուրջ համարեց ու ասեց կպատասխանենք, ես էլ իրան պատասխանեցի։ Եթե ձեր վերադասները ամեն վերադասի, որտեվ ինքը պետք է մեկին ասի, մեկը մյուսին, ցենց ինչ-որ տեղ բարձանա։ Եթե բոլորը հայեր են, երկուշաբթի կգնանք աշխատանքի։ Սա այն վերջի խոսքն է։ Իսկ եթե որ ասում է չենք հավատում իրանց, մնում ենք այնքան, մինչև իրանք էլ աշխատանքի չգնան։ Ես այդքան բան կասեմ։ Չէ, ես մնում եմ մի հատ հասկանամ, որովհետև Նազարյանը կարող է մի ժամ հետո ասի չէ, սյոտեկի սենց պատասխան, որովհետև նրանից զգացվեց, որ դրական է տրամադրված, որ այս հարցի լուծում տա։ Նազարյանը ո՞րն է խարություն է ներկայացնում։ Դա կասի, դուք ասեք, Նազարյանը ով էր, ինչ էր։ Նազարյանը պրոստը ընդունում էր այդ դիմումները ոնց հասկացան, նամակների ընդունումը ու ամենացավալին գիտեք որն է Ժողովուրդ ջան, որ մեզ ասում են դիմում գրեք, խաթյա մենք հուլիսի 7-ից սկսած անդադար դիմումներ են գրում, էլ քննչական մարմին, էլ իրավապահ, ամեն տեղ որտեղ հնարավոր է մենք դիմումներ գրել ենք ու ամեն տեղ ասում ենք դա մեր իրավասություն չի, դա մեր իրավասություն չի ու այսօր շատ ցավալի էր, որ կառավարությունում նույն բանն են ասում, որ դա մեր իրավասության մեջ չի, մենք ասում ենք, եթե ստեղից է սկսվել այդ ամեն ինչը, ուրեմն ստեղը պետք է լուծում տրվի